Հանրապետության տարբեր շրջանների ավելի քան 100 պատանի մարզիկի քաջարան էր բերել Մանվել Փարամազյանի անվան ըմբշամարտի առաջնությունը։ Արդեն 4-րդ անգամ անցկացվող մրցաշարը ոչ միայն նպաստում է Սյունիքում հունահռոմեական մարզաձևի զարգացմանը, այլև առողջ ապրելակերպի տարածմանը։ Էջմիածին քաղաքից, Արմավիրի քաղաքից, Գեղարքունիքի մարզից, Գորիս քաղաքից, Սիսիան քաղաքից, Կապան քաղաքից եւ Քաջարան քաղաքից։ Այսպես ընդլայնվել ենք քաղաքապետի գավաթն ենք ավանդական անցկացնում, նաեւ իմաստը նաեւ որ Սյունիքի մարզում զարգացնել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևը։ 11 հաշային կարգում են հանդես գալիս 8-ից 11 տարեկան պատանի ըմբիշները։ Նրանցից շատերն այս գոտեմարտում հաղթելուց զատ ապագայում աշխարհի չեմպիոն դառնալու երազանքներ ունեն։ Ես Գեղարքունիքի մարզի Վարդենից քաղաքից եմ։ Զբաղվում եմ ըմբշամարտով արդեն 6 տարի եւ ունեմ մեծ հաջողություններ։ Եկել եմ Քաջարան, որպեսզի մասնակցեմ այս մրցույթին։ Ունեմ հույսեր առաջին տեղ գրավելու եւ կարծում եմ, որ գրավեմ։ Ես հանդես եմ գալու 29 կիլոգրամ քաշային եւ վստահ եմ, որ հաղթելու եմ։ Ես եկել եմ Գորիսից, հանդես եմ գալիս 48 կիլոգրամ քաշային կարգում։ Ես շատ եմ սիրում սպորտը եւ ուզում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն։ Ես առաջի անգամ եմ եկել Քաջարան եւ առաջի անգամ եմ մասնակցում այս մրցաշարը։ Հուսով եմ կհաղթեմ եւ լավ եմ տրամադրված։ Ըմբշամարտը ինձ համար դա կյանքի մեկ ուրիշ արվեստ է եւ սա ինձ համար մի կյանք է։ Ես մի քիչ լարված եմ, շատ ուրախ եմ, վստահ եմ ինձ վրա, որ հաղթելու եմ։ Ճիշտ է, չեմ թերագնահատում իմ մրցակցին, բայց ես շատ վստահ եմ, որ հաղթելու եմ այսօր։ Զբաղվում եմ 4 տարի ըմբշամարտով եւ ներկայացնում եմ Քաջարանը։ Սիրում եմ ըմբշամարտը եւ եկել եմ այստեղ միայն հաղթանակի յետևից։ Ըմբշամարտում կարեւոր է պատրաստված լինել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես։ Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցում պատանի ըմբիշներին ոգևորելու եւ առողջ մրցակցություն մաղթելու են եկել ինչպես համայնքապետը, այնպես էլ մարզային իշխանության ներկայացուցիչները։ Այսօր Քաջարանի սպորտային տարածքում եւս մեկ օր ավելացնելով կփաստի, որ արդեն ավանդույթ դարձած այս մրցաշարը արդեն մեծ ձեռքբերում է։ Ամենատարբեր սպորտաձևերում նմանօրինակ մրցաշարերը մեր պատանիների եւ երիտասարդների համար ֆիզիկական դաստիարակության լավագույն խթան են եւ այն պետք է վարակիչ դառնա բոլոր համայնքներում։ Էջմիածնից ժամանած մարզիչը նշում է նմանատիպ առաջնությունների շնորհիվ է, որ հետագայում կերտվում են գեղեցիկ պատմություններ։ Ըմբշամարտով հայտնի Հայաստանում բոլորն են այսպիսի ճանապարհ անցել։ Բոլոր 11 հաշային կարգերում էլ կան լավ ուժեղ տղեր, որոնք գոտեմարտում են եւ մրցաշարը անցնում է շատ հետաքրքիր եւ թող հաղթի ուժեղագույն է։ Ամենակարևորը մարզիկը եթե դուրս է գալիս գորգ ինքը չվախենա։ Եվ գոտեմարտի իր ուժերի առավելագույնս, որպեսզի ինքը հաճույք ստանա այս մրցումներից, այս գոտեմարտերից, որ մի մարզիկը հաճույք ստացավ եւ իր բոլոր ուժը ներդրեց գոտեմարտում ինքը կհաղթի։ Հոգեկան հանգստություն, ուժ, մտածված մենամարտ եւ հաղթանակը մոտ է։ Առաջնության ավարտին լավագույններն արժանացան պատվոգրերի, մեդալների, գավաթների եւ իհարկե դրամական պարգևների։ Ինչպես քաջարանցիներն են սիրում ասել, աշխատավորների քաղաքը հայտնի է նաեւ հենց այս մարզաձևով։ Այս ընթացքում քաղաքը հասցրել է Եվրոպայի բրոնզե մեդալակիչներով աչքի ընկնել։ Միջոցառման նախաձեռնողների խոսքով դեռ շատերի անուններն են լսվելու։ Նարեխ Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։